Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործոս ու պաշտպանության նախարարությունների մասնագետների հետ Գյումրիում էին Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում։ Գյումրիում հյուրերն ընտրել էին մանկավարժական ինստիտուտը, որտեղ բացվեց ՆԱՏՕ-ի անկյուն։ ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում կազմակերպվում ու անցկացվում են հանդիպումներ հանրապետության տարբեր մարզերում ու մայրաքաղաքում, տրամաբանությամբ, որպեսզի բացատրեն ինչ է ՆԱՏՕ-ն և ինչ է տալիս Հայաստանի ներգրավվածությունը ռազմաքաղաքական այս դաշինքին։ The continuing commitment of Armenian troops alongside NATO forces in Kosovo, formerly in Iraq and now in Afghanistan is a very concrete sign of that cooperation. Եվ լավագույն ապացույցներից մեկն է, այսպես ասած, հավաստիություններից մեկն է այն է, որ Հայաստանը շարունակում է իր գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ, այնպիսի երկրներում ինչպես Կոսովոն է, Իրաքում էր առաջ և այժմ դա շարունակվում է Աֆղանստանում։ Արտաքին գործոս նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Ստելլա Մելքոնյանը կարևորեց Հայաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին այն իմաստով, որ վերաիմաստավորվեց անվտանգության գաղափարը Հայաստանի համար 91 թվականից, երբ սկսեց անդամակցել այս դաշինքին։ Ընդամենը 20-25 տարի առաջ դժվար էր պատկերացնել նույնիսկ, որ Հայաստանը կարող է երբևէ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանը խորհրդային միության կազմում է, իսկ ՆԱՏՕ-ն ԽՍՀՄ և նրա կողմից ղեկավարվող Վարշավյան համաձայնագրի երկրների ոխերիմ թշնամիներ։ Պաշտպանության նախարարության մասնագետ Հայկ Հարությունյանն էլ ավելի պրակտիկորեն ներկայացրեց Հայաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին, 40 հայ զինծառայողներ խիստ բարձր են գնահատվում ՆԱՏՕ-ի հրամանատարության կողմից, նշեց նա։ Հիմա 40 զինծառայող ունենք Աֆղանստանի Կունդուզ քաղաքում։ Ես այդ տղաներին բոլորին անհատապես բոլորին ճանաչում եմ։ Այնպես ծառայություն են տանում, որ թե գերմանական հրամանատարության, թե ՆԱՏՕ-ի հրամանատարության կողմից շատ բարձր է գնահատվում։ Իրանց քեֆը բերում է մեր տղաներից ծառայությունը։ 20 հոգի, 40-ից 20 հոգի ստացել են մեդալներ։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ինչ կերպ է անդրադառնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա, կամ կան արդյոք խոչընդոտներ ՆԱՏՕ-Հայաստան գործընկերության ճանապարհին, դահլիճից այսպես հարցրեցին Հայկ Հարությունյանին։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն, ինչպես նշեցի, ոչ մի խոչընդոտի չի հանդիպում։ Ռուսաստանը ինքը համագործակցում է շատ ինտենսիվորեն ՆԱՏՕ-ի հետ։ Նա ունի ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը, որը շատ բարձր մակարդակի համագործակցության ցուցանիշ է։ Եվ Հայաստանի հետ համագործակցությունը Հայաստանը սուվերեն երկիր է, անկախ ինքն է որոշում իր արտաքին քաղաքականության ուղղությունը, եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պաշտպանական քաղաքականությունը փոխ լրացնող բնույթ ունի։ Մեր ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարաբերությունները ոչ մի կերպ չեն հակասում թե Ռուսաստանի, թե ՀԱՊԿ անդամ երկրների հետ համագործակցությանը։ Մեկ հարց էլ հնչեցրեց բուհի ռեկտորը, որն այս անգամ ուղղվեց Մեծ Բրիտանիայի դեսպանին, ինչպես է բացատրվում ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսելու կամ հարևան Ադրբեջանին ռազմական օգնությամբ օժանդակելու մասին խոսակցությունները։ ՆԱՏՕ-ն ինչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայի վրա, որպեսզի չզինի ադրբեջանական բանակը եւ Ադրբեջանի ղեկավարությունը սպառնալիքների լեզվով չխոսի Հայաստանի հետ։ ՆԱՏՕ-ն իրավունք չունի թելադրելու Թուրքիային, եթե անգամ Թուրքիան սպառազինում է Ադրբեջանին, ՆԱՏՕ-ն այլ բան թելադրել չի կարող։ Մոտավորապես այսպիսին էր պատասխանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանից։ Քրիստինա Մկրտչյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուս։